Սիրելի հայրենակիցներ, բարի օր, մեր հերթական փոդքասթն է Արտուր Խաչիկյանի հետ, արդեն այսօր մի քանի հարցեր են ինձ այսպես պրիվատ ուղղել, առաջարկելով ստեղծել ֆորմատ, որ հնարավորություն լինի նաև ուղիղ եթերի ֆորմատով դուրս գալ, մենք հիմա մեր գործընկեր լրատվամիջոցների հետ քննարկում ենք, կարծում եմ այդ հնարավորությունը կլինի, որովհետև Քարոզ Արշավը, ինչպես արդեն տեսնում ենք, շատ ակտիվ է լինելու, Արտուր, մինչ խոսքը քեզ փոխանցել է, ընդամենը տեղեկացնեմ, որ քիչ առաջ բերման է ենթարկվել, ուրեմն Արցախյան, ուրեմն ազատամարտերի մասնակից Կանդազը, հա, այդ հայտնի Արտուր Ավանեսյանը, հիշում եք իր նկարը Սամվել Կարապետյանի հետ, շրամներով ամբողջ մեր ձևովի ներկայացուցիչ եւ նրան բերման են ենթարկել հակակոռուպցիոն կոմիտե, այն իշխանությունը, որը խոսում է, որ ինքը որևէ խնդրեմ չունի եւ ինքը գնում է 65% սահմանադրական մեծամասնություն վերցնելու, մենք տեսնում ենք, որ այս բռնոցին, հա, այս անընդհատ մարդկանց բերման ենթարկելը, մարդկանց զրկելը նախընտրական շտաբերի աշխատանքների մասնակցելու շարունակվում է։ Ես կուզենամ մեր զրույցը այսօր երկու մասի խոսենք, շատ հպանցիկ անդրադառնանք քաղաքացու այսպես կոչված օրը, որը իրականում քաղաքացի Նիկոլ Փաշինյանի օրն էր, այդ խայտարակությանը, որ մարդիկ, ես սա բնավ հեգնանքով չեմ ասում, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ իրապես սոված էին, հա, մարդիկ եկել էին այդտեղ ինչ որ մի կտոր հաց ուտելու, ես իհարկե չեմ ասում, որ անվճար ինչ որ բաժանեին, որտեվ դա էր կդիտվեր իհարկե ընտրակաշարք, բայց չէր կարելի, չէ, Նիկոլը ասում էր 2.5 $-ով կարակ գնաք Լառնակա, ուրեմն այդ մեկ ստեյքը, որ վաճառվում էր Հանրապետության հրապարակում, այդ Լառնակայի տոմսին քաղաքացիները 4000 դրամ էլ պիտի ավելացնեին, որ մեկ հատ ստեյք գնեին, այսինքն նույնիսկ մի տրամաբանական էլի, ես էլ դու էլ շատ ենք եղել եվրոպական երևի նաև լավագույն ռեստորաններում, ինձ թվում է այդ երեկվա մաղալների վրա երևի Միշլենի աստղ էր կպցրած, հա, որ մեկ խորոված կարտոֆիլը, հա, Միշլենի աստղ, պետք է ման գալ, միգուցե մաղալ ընդ Միշլեն երևի, կամ չգիտեմ, դ Միշլեն, հա, չգիտեմ ինչ, հա, որտև մեկ խորոված կարտոֆիլը, մեկ հատ կարտոֆիլը Արտուր վաճառվել է 1000 դրամով, խնդրեմ, նախ այս օրը ինչ է էլի Իրանից քաղաքացու օր, սա ինչ օր է էլի, այսինքն տարվա մնացած 364 օրը էտում օրն է էլի։ Դե սա դավաճանի օր է, ես կարծում եմ, երբ որ իշխանությունը փոխվի Հայաստանում, մենք պետք է սահմանենք դավաճանի օր, հենց այս օրը, այո։ Դավաճանեցին մեզ բոլորիս։ Նայրա ջան, քեզ հարց, եթե ես ու դու ասենք քաղաքական ուժ ունենայինք եւ 65% ռեյտինգ ունենայինք, մենք խորովածով մարդկանց կկաշառեինք, որ գային մեր ցույցի։ Եթե նրանք համոզված են, որ հասնում են 65%-ի կամ հաղթելու են ընտրություններին, նրանք ստիպված կլինեին մեր ժողովրդին հարիվ ցնել, կներեք ժողովրդական բառի համար, խորոված խոստանալ, էնել հետո խապել, ասել, որ ձրի է լինելու կամ էժան է լինելու, հետո Նյու Յորքի ստեյքի գներով 6000 դրամը դա $14, չի, թե $15։ Ավելին 16-17, այո, որոշ ռեստորանների ստեյքի գինն է, իդեպ շատ փոքր 200 գրամանոց, այդպես էլ գրած է եղել 200 գրամը 6000 դրամ, մեկ կարտոֆիլը 1000 դրամ։ Դե առաջինը, եթե նրանք իսկապես վստահ լինեին, որ իրենց աջակցում են, նրանք այսպիսի բան չէին անի, իրենց կաջակցեին ոչ թե խորոված ուտելու հետևանքով, այլ մարդիկ իսկապես իրանց գիտակցաբար կաջակցեին։ Դե պարզ է, որ գիտեն, որ ռեյտինգը 70 էր, հիմա դարել է 20։ Դե տեսնում եք։ Եվ տեսան, որ Երևանում էլ չկարողացան հաղթել, Գյումրիում էլ չկարողացան հաղթել, հետո իհարկե իրենց մանիպուլյացիաներով իրենց այդ օլիգարխներին բերեցին իշխանության։ Այսինքն ակնհայտ է, որ սրանք վախեցած մարդիկ են, տեսնում են, որ իրենց ռեյտինգները իջնում է։ Երկրորդը այն մարդկանց, ովքեր խորոված էին ուզում ուտել, անուշարեք, բայց եթե ասենք ձեզ ընտրության օրն էլ մտնեն, ասենք քվեարկելու ժամանակ գտալով ձեզ ինչ-որ բան կերակրեն, ասեք ես սա կուտեմ, բայց դուք ձեր ուզած տեխնացուին ձայնը նույնիսկ սև խավիար տամ, բերու բայ գտալով, այո,
հա կամ գտալով ուտացնեն ձեզ այդ քվեարկելու օրին, դուք վերցրեք, կերեք, անուշարեք, բայց հետո էլի ձեր ուզած մարդուն ձայն տվեք։ Եթե իհարկե ձեզ չվախեցնեն, չստիպեն, որ դուք ցույց տաք ձեր քվեաթերթիկը, գիտես, որ արդեն մարդկանց սպառնում են, որ պետական աշխատողները, դպրոցների աշխատողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները քվեարկեն այս դիկտատորի օգտին, բռնապետի օգտին։ Եվ երրորդը, ես ուղղակի բան եմ, զարմանում եմ, օրինակ Սադամ Հուսեյնը, Մուամմար Կադաֆին, էլ ինչ բռնապետ, հա, Ասադը, Հաֆիզ Ասադը, Բաշար Ասադը, ոնց չհասկացան, որ բռնապետության տեղը նրանք պետք է ասեին, որ մենք դեմոկրատ ենք, բայց մեր բոլոր ընդդիմադիրներին մենք կնստացնենք ու ժողովրդին խորոված կտանք, որ նրանք քվեարկեն։ Եվ Եվրոպան կգար եւ կասեր, գիտեք, սա դեմոկրատիա է, իսկական դեմոկրատիա է, որ ամեն օր նոր մարդ են բանտարկում։ Այսինքն նրանց մոտ ինչ որ չստացվեց, սա ավելի խելացի, այս խումբը ավելի խելացի ձևով է բռնապետություն վարում։ Դե պարզ է, բոլորս հասկանում ենք, որովհետև իրենց ստրատեգիական շահերն են, որ Հայաստանը դառնա հակառուսական երկիր, անգամ եթե դա լինում է ինվնաս մեր շահերին։ Մի բան էլ ասեմ, Նայրա ջան, երեք ես խոսեցի մեր շատ սիրելի Ռաֆիկ Ալֆեյանի հետ, միջազգային օրենքի պրոֆեսոր, մասնագետ, Փարիզում դասավանդող, եւ նա ինձ մանրամասն բացատրեց, թե ինչպես է Հայաստանը խեղդելու։ Նա այդպես էլ ասեցին, Հայաստանը խեղդվելու է, մեզ խեղդելու են այսպիսի ձևով։ Եվ նա բացատրեց, թե ինչպես Ադրբեջանը աստիճանաբար առաջ է քաշելու տարբեր պահանջներ, օրինակ մենք հիմա Տիգրան ենք հանձնում։ Սա որ ոչինչ չի ասում, նշանակում է արդեն հանձնված է։ Fait accompli, ոնց որ ֆրանսիացիները ասում են, արդեն կայացած փաստի առաջ է մեզ դնելու։ Տիգրան ստեղից կտրում է մեր ճանապարհը դեպի Սյունիք, ստեղից էլ Զանգեզուրի կորիդորն ենք մենք զիջում, երկու կողմից Սյունիքը կտրվում է, դառնում է մի շատ սիրուն ստեյք, այն ստեյքը որ ուտում եք երեք, այս Սյունիքը դառնում է ստեյք։ Հեսա խորովելու են եւ թուրքերը եւ ադրբեջանցիները կուլ են տալու մեր Սյունիքը։ Այսինքն եթե դուք մենակ խորովածով եք հետաքրքրվում, դե պատկերացրեք, որ Սյունիքը մի բան է, չալաղաջ է, որովհետեւ հիմա մեզ կուլ են տալու։ Նա նաեւ բացատրեց, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում են, որ Զանգեզուրի միջանցքը որքան հնարավոր է շուտ բացվի, եւ եթե դա չարվի, նրանք ուժով դա կվերցնեն, եւ Սյունիքը բացարձակապես կտրվում է Հայաստանից։ Եվ հետո դա էլ վերջը չէ։ Հայաստանը հիմնում է, Ադրբեջանը հիմնում է իր այսօրվա հանրապետությունը 18-20 թվականի անցյալ դարի հանրապետության տարածքի վրա, որը ընդգրկում է ոչ միայն Զանգեզուրը, այլ Սևանի կեսը, Հայաստանի հյուսիս-արևելքը, այսինքն Հայաստանից մնում է մի այսպիսի կտոր, Ալեքսանդրապոլի պայմանագիր 10,000, Երևան Էջմիածին, եւ անգամ Վրաստանի մի մասը, մինչեւ Մարնեուլի շրջանը։ Դա է այն քարտեզը, որոնք նրանք պահանջելու են, եւ քայլ առ քայլ նրանք մոտենում են իրենց նպատակի։ Իսկ մենք լսում ենք, թե այս ռեժիմը ոնց է թմբուկ նվագում եւ խորոված բաժանում, էնել սուտ ասելով, մարդկանց խաբելով։ Շարունակելով քո միտքը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց ծրագրերից չեն նահանջելու, մենք նախորդ անգամ խոսեցինք, որ Ալիևի դուստրը Լեյլա Ալիևան գրել է մի գիրք Արևմտյան Ադրբեջան եւ ինքը այդ տիկինա, մադամա, չգիտեմ, օրիորդա ինչա, այդ գիրքը ձեռքի տակ դրած եվրոպական բոլոր մայրաքաղաքներում ինքը անձամբ մասնակցում է այդ գրքի շնորհանդեսին, որտեղ Երևանը, հա, մեր Երևան մայրաքաղաքը որպես Երևան ներկայացված է ադրբեջանական տարածք, այսինքն սա հստակ պետական քաղաքականություն է, որը Ադրբեջանը իրականացնում է եւ այո դու ճիշտ ես, հղում անելով Ռաֆիին, նաեւ Ալիևը չի էլ թաքցնում եւ վերջերս էր, որ ինքը հերթական հանդիպմանը լրատվամիջոցների հետ հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը լուծելուց հետո այսօր Ադրբեջանի օրակարգի թիվ 1, չասեց է թիվ 2-րդ, թիվ 3-րդ, թիվ 1 կարևորագույն խնդիրը Արևմտյան Ադրբեջանի մեր պատմական հողերի 300,000 ադրբեջանցիների վերադարձն է եւ նաեւ Զանգեզուրի միջանցքն է եւ նաեւ հիշենք Հական Ֆիդանին, ով հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար կենսական նշանակության հարց է։ Ստեղ մենք ինչ ենք տեսնում, ստեղ մենք տեսնում ենք, ուրեմն սենց 24 ժամ, իհարկե ես ընդդիմադիրներին ասում եմ նախանձեք, իսկապես նախանձելի
էներգիա ունի Նիկոլը, մի հատ նայեք, տեսեք, մինչ դուք սենց տափակ վերցնում եք, ասում եք, այժմ այսինչանը կներկայացնի մեր դաշինքի ծրագրի կրթությանը վերաբերող հատվածը, այսինչանը մոտենում է ամբիոնին եւ ասում է, եթե մենք ընտրվենք գիտության կրթության մասին օրենքում, ստորակետը կբերենք աչից ձախից աչ, մինչ դուք սենց կներեք էլի ժամկետնանց, նավթալին, կրեատիվիզմից 21-րդ դարի օրակարգից տեղեկատվական այս հասարակության պահանջմունքներից դուրս դեմոդե բոլորդ դեմոդե քարոզարշավ եք անում Նիկոլը տրակտորի նման դիվային էներգետիկայով սենց հերկելով գնում առաջ ու Արտուր ջան եկեք վաղը չզարմանանք եթե հունիսի 8-ին այո զարթնենք եւ տեսնանք որ Նիկոլը իր սպառնալիքը իրականացրել է եւ իր ուզած թվերը ստացել է Այդ մարդկանց հետ խոսալը անիմաստ է դու էլ գիտես դու ինձանից լավ գիտես ամեն անգամ մենք իրանց ասում ենք փոխեք ձեր ստրատեգիան չի աշխատում ձեր մոտեցումը մի կանչեք մարդկանց դուրս գալ հրապարակ եթե նրանք տեսնելու են նույն մարդու երեսը որը 5 անգամ տապալել է եւ նույն սպիչը լսելու են նույն սպիչը, նույն ճառերը, որ սա էգզիստենցիալ Հայաստան լինելու չլինելու խնդիրն է, Նիկոլը Դավաճանից գոյաբանական, այո, գոյաբանական, այդ անունն էլ ասեցի մեզ խափեցի, չգիտեմ Ղարաբաղը հանձնեց նույն բաները ամեն անգամ, ամեն օր այդ սեղանների շուրջ նստում են ու իրար համոզում են մի բանի մեջ, որը բոլորս արդեն գիտենք, համոզված ենք, բայց անիմաստ է, իրանց հետ խոսալը անիմաստ է, այդ նույն մարդը էլի դուրս է գալուց սելա գորալ, շրջվելու է գնալու է աչքերիս առաջ, Նայրա ջան, աչքերիս առաջ 2-3 անգամ տեսել եմ, հազարավոր մարդիկ ասում են, դե ես անձամբ մասնակից եմ եղել այդ ամեն ինչին։ Ես էլ եմ քեզ այնտեղ տեսել։ Այո, ես էլ քեզ այնտեղ տեսել եմ։ Անիմաստ է սրանց հետ խոսելը։ Սրանց տեսնում են իրանց աթոռը, իրանց մանդատը եւ իրանց Նապոլեոնի գահը, որպես Հայաստանի կայսր։ Ինչքան ուզում ես խոսա, նրանք նույն բանն են անելու։ Իսկ սրանց թիմը իրենց արևմուտքի խորհրդատուները, Թուրքիայի խորհրդատուները, Անգլիայից, Ֆրանսիայից շատ մեծ թիմ Իսրայելից, Ռումինիայից խորացնում են Ռումինիան չգիտեի, դե լավ է, թող Ռումինիան էլ լինի, ես դեմ չեմ։ Այսինքն նրանք պրոֆեսիոնալ խորհուրդ են ստանում եւ հետեւում են այդ խորհրդի։ Իսկ այս կներես նավթալինի թիմը չի ուզում հասկանալ եւ նույն մարդիկ էլի գալու են իրանց այդ վերլուծությունները, խորհուրդները, գիտեք, որ հասնեք Երևան, կասեք մենք ձեզ տալիս ենք մի ժամ, հետո կասեք մի ժամ եւ 15 րոպե։ Ինչ դու հələ տեսել, ինչ հանճարեղ, քաղաքագիտական պլան, էլի, ես քեզ տալիս եմ 15 րոպե։ Ախր չգիտես ում վրա ծիծաղաս 70 ես ու դու էլ այդ անձրևի կարկուտի տակ գալիս ենք ամբողջ ճանապարհը Կիրանցից, ամբողջ ճանապարհով եկա։ Այո, ես Դիլիջանից, բայց Կիրանցում էլ եմ եղել։ Հա, եւ ի վերջո գալիս են այդ քո ասած copy paste արած քաղաքագետների հսկաները, այդ գիգանտները, քաղաքագիտական մտքի, իրենց խորհուրդները տալիս են, ամեն ինչ տապալում են, ժողովրդին ասում են այսօր գնացեք վաղը եկեք, կոֆե կխմենք ու ամեն ինչը տապալվում է։ Հիմա ոնց չգնաս չկախվես Նայրա ջան, ումից կախվես, այս ռեժիմից թե այս ընդդիմությունից, որ մեկից, ասա։ Միանշանակ շատ ցավոտ հարց ես բարձրացնում, որտեվ ես հիմա տեղյակ եմ, որ առաջիկա օրերին գիտես Երևանում Եվրոպական միության սամիթն է, եւ ես ուզում եմ տեսնել, ասենք, մեր ընդդիմադիրները օրինակ ամեն ինչ անելու են, պատկերացնում ես ցալիներ Եվրոպայում կճղեին Մակրոնին կամ Ուրսուլա ֆոն դեր Լեյնին կամ Մերցին կամ մյուսին մոտենալու համար եւ ինչ որ բան ասելու համար անելու են, թե ասենք միտեղ գնալու է սամիթը, մյուստեղ մեր ընդդիմադիրները հավաքվելու են պանելային քննարկում են կազմակերպելու ամեն մեկը 3 ժամանոց ճառա ասելու եվրոպական արժեքների, երկակի ստանդարտների, որ Եվրոպան դավաճանեց իրենց, այսինքն գործողություն, գործնական քայլ անելու են, թե երկու հատ պլակատ են վերցնելու գնան, չգիտեմ որտեղ է լինելու սամիթը, դիմացը կանգնեն եւ միկրոֆոնով անգլերեն կամ ֆրանսերեն մսье Մակրոնին կամ մյուսին երկու բան գորան, հասկանում եք ես իսկապես էլի երկրորդը
Այ տես մի անգամից այդ հարցին պատասխանեցիր, ցավոք սրտի երկրորդը եւ հետո մենք զարմանում ենք, այսինքն ես չեմ էլ զարմանում, որ այս պահին ժողովուրդը անայլընտրանք է, բայց մի բան ասեմ, երբ որ խոսում